Բարև ձեզ, Երևան Today հարցազրույցի տաղավարում այսօր հյուրընկալել ենք տնտեսագետ Հրայր Կամենդատյանին։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Պարոն Կամենդատյան, այս սեզոնին սովորաբար արտահանման եռուզեռ է լինում, մասնավորապես Արարատյան դաշտավայրում, տնտեսվարողները, բրոքերները, գյուղացիները ակտիվ աշխատանքների մեջ են լինում, բայց այս տարի նկատում ենք միմիայն դժգոհություններ, ձեր տվյալներով ինչ իրավիճակ է այս պահին։ Իրավիճակը պետք է գնահատենք, որ դեռևս սպասումային, որովհետև բերքահավաքի հիմնական ծավալները դեռևս չեն սկսվել եւ բացի դրանից մենք ունենք խնդիրներ արտաքին քաղաքական, արտաքին առևտրային պատերազմի ժամանակաշրջանում գտնվելու իմաստով ունենք իրավիճակ գյուղմթերք արտադրողների եւ գյուղմթերք հայաստանյան սպառողների միջև։ Այս եռանկյունին, որ առաջացել է, այս եռանկյունին չի առաջացել ընդհանրենք վատ աշխատանքի պատճառով։ Մարդիկ ընդհակառակը վերջին 4-5 տարիներին բավականին մեծ եռանդով մեծ ծավալի գումարներ են ներդրել այդ բնագավառում եւ իրական հաջողությունները մեծ էին։ Հաջողությունները մեծ են այնքանով, որ կարելի է ասել, որ հայկական գյուղմթերքը որոշակի իմաստով ռուսական շուկայում մրցակցում էր Թուրքիայի Հանրապետության եւ այդ Ադրբեջանի սուլթանության արտադրանքի հետ գյուղմթերքի իմաստով։ Այդ հաջողությունները բերում էին բյուջե մեծ միջոցներ, դրանից զատ դա որոշակի տնտեսական շղթա է եւ այդ տնտեսական շղթայի մեջ արտադրողի կողքին նույն պրոդուկտը արտադրելու եւ նա վերջնական սպառում հասնելու իմաստով աշխատում էին արտադրողը, ձեր հիշատակած բրոկերները, որոնք հավանաբար ամենաշատն են վաստակում այս շղթայի մեջ, դրանից հետո գալիս են տրանսպորտային կազմակերպությունները, դրանից հետո գալիս են ապահովական ընկերությունները եւ վերջապես մեր սիրելի թալանչի բանկերը։ Հիմա խնդիրը նա է, որ այս շղթան կա, բայց այս շղթայով պրոդուկտը չի կարողանում հասնել սպառողին։ Այո, առանձին խանդավառ այսպես իշխանականներ, չէ, 7-8 դենտանեն գրպաններում ծիրան են տանում եւ Եվրոմիության այդ եւս խանդավառ պաշտոնյաներ հետ միասին դրա շուրջ ինչ-որ բաներ են խոսում։ Դա խայտարակություն է։ Դա խայտարակություն է։ Այսինքն իրատեսական չեք համարում Իհարկե իրատեսական չի, իրատեսական չի մի քանի պատճառներով։ Նախ, ամենակարևորը, որի մասին ոչ ոք չի խոսում։ Նույն Եվրոպական միության մի քանի երկրներում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայի հարավային շրջանում, Իտալիայում, Հունաստանում ծիրան աճում է։ Եվ այդ ծիրանը վատը չէ։ Մարդիկ ովքեր խոսում են, բան մեր ծիրանը, մեր եսի մոլիբդենը, մեր ջերմուկը, այդ տոնայնության մեջ որ խոսում են, այս մարդիկ պարզապես չեն մա, որ կա աշխարհագրություն եւ կա այդ պրոդուկտի տարածման արեալներ։ Հիմա այդ երկրները իրենք ունեն իրենց պրոդուկտները տարածելու, սպառողին հասնելու իրենց ներքին ցանկությունը եւ համոզմունքը եւ բնականաբար նրանց կողմից, քանի որ Եվրոպական միությունը որոշակի պրինցիպներով, սկզբունքներով ձևավորված եւ կառավարվող կառույց է, այդ երկրները թույլ չեն տալու հիշե խոսքս։ Փոքր ծավալներով 8 հատ, 7 հատ, ընդհանրենք մի բուռ, մի կողով, մի ընդհանրենք դույլ, չէ, բայց արդյունաբերական մասշտաբների արտաններ Հայաստանից վստահեք առնվազն մի քանի տարի չի լինելու։ Մի քանի տարի չի լինելու եւ այդ չլինելու այսպես վերջը, երբ որ արդեն կսկսի Իրանը տանենք Եվրոպական միություն գնալ, կլինի միայն այն դեպքում, եւ Եվրոպական միության ներկա ղեկավարները, որոնք հակառուսականության մեջ պարզապես խեղդվում են։ Այդ մաղձը դրանց մեջ որ կա հակառուսականության, դրանց եւ աշկերը, եւ լսողությունը, եւ շոշափելու կամ հասկանալու բոլոր զգացումները ոչ թե ընդհանրենք վնասվել են կամ ինչ են, պարզապես բացակայում է։ Այդ հակառուսականության մեջ նրանք խեղդվում են։ Հիմա, երբ որ Եվրոպական միությունում աճերը, ազգայնականները, որոնք հաջողությունը, մի հաջողությունից հետո գրանցում են, երբ որ Եվրոպական միությունում նրանք կդառնան բավականին լուրջ ուժ, այն ժամանակ միգուցե մենք արդյունաբերական ծավալներով արտահանում գյուղմթերքի Եվրոպական միություն կկատարենք։ Միջև դա լինելու է ինչ ֆիտոսանիտարական ստուգումներ, ֆանտաստիկ ծանր ստուգումներ են,
ոչ մի հայկական տնտեսվարող այսօր պատրաստ չէ արդյունաբերական ծավալներ նման արտահանման հետ կապված այս ստուգումներին։ Այս ստուգումներից զատ պատկերացրեք, որ եթե այս նույն ծիրանի մասին խոսենք, որովհետև ամենաշատ կարելի ասել եվրոպական շուկաներում մրցակցային որոշակի տեղ զբաղեցնելու ծիրանը, նույն ծիրանի հետ կապված ինչ պետք է լինի, բոլոր տնտեսվարողները պետք է սառցախցիկներ ունենան։ Ծիրանը հավաքելուց մոտավորապես կես ժամ հետո ծիրանը պետք է սառցախցիկներում տեղավորվի։ Դուք պատկերացնում եք դրա չափերը կամ դրա ծախսերը պատկերացնում եք, դրանից հետո նրանք անպայման սառցախցիկ ունեցող բեռնատարներով պետք է գնան առնվազն 5-ից 7 օր եւ այդ սառցախցիկներում ջերմաստիճանը պետք է լինի 2-ից 4 աստիճան, որպեսզի ծիրանը այդ ամեն ինչ անցնելուց հետո սերտիֆիկացիաներ մի սուտ չասեմ, մոտավորապես այս չափի թուղթ է պահանջում։ Մոտավորապես այս չափի շատերը չեն պատկերացնում, շատերը խոսում են սերտիֆիկացման մասին, ասում են թույլատվություն, սերտիֆիկացման, պատկերացում չունեն։ Գետնի վրա, այդ մի բառ կա, չի ասում գետնի վրա ոչ ոք չի պատկերացում թղթերի ինչպիսի քանակ են, ենթադրենք այդ բեռնափոխադրողները ներկայացնելու սահմանի վրա։ Իհարկե, մենք ուզում ենք, որ գյուղմթերքի արտադրողը հաջողության հասնի, բնականաբար իր մոտ շրջանառու միջոցներ կձևավորվեն, այլ ենթադրենք գործերով կզբաղվի, բայց մենք մի խնդիր ենք ստեղ ստացել։ Այս պատահական է, որ ինչ է այս խնդիրը, սա հստակ պլանավորված էր։ Հիմա նայեք, երբ որ քաղաքական որոշակի նկատառումներից ելնելով գյուղմթերքի արտադրությանը այսպես վերջնական փուլ դեպի սպառում գնալու ճանապարհին կանգնած է, ենթադրենք ռուսական ռոտ, պաուտրեբ, նազորի, այս ամեն ինչ տեսնող աչքը, քաղաքական աչքը, կա այն կարգի քաղաքական հզոր աչքը, որ միկրոբների մանրեներին հայտնաբերում է, ենթադրենք բանի մեջ, բեռնախցիկում, ենթադրենք տեսնում է նրանց, նրանք խիստ քաղաքական կառույցներ են եւ քաղաքական ղեկավարության հրահանգներով պետք այից միջևյա գործող կազմակերպություններ են։ Հիմա երբ որ այս իրավիճակում մենք հայտնվել ենք, ինչ է ստացվել։ Գյուղմթերքի արտադրողին չի անելու։ Լավ, այս տարի օղի քաշեցին։ Տուրիստները կգան կուտեն։ Տուրիստները չեն պետք։ Տուրիստական հոսքերի հետ կապված այդ խանդավառ երևակայական թվերը իրականացում մեծամասամբ չի համապատասխանում եւ հիմա դες ինչ ասեմ։ Այդ գյուղմթերքի արտադրողները փորձել են ինչ անեն։ Լոգիստիկ դժվարություններով, չէ՞, եւ համերատան անհույս բեռնափոխադրումներ իրականացնելու պարագայից զատ նրանք ունեն շրջանառու որոշ միջոցներ, նրանք ինչ են, նրանք հաջորդ տարի մշակելու են այդ գյուղատնտեսական տարածքները, իհարկե չեն մշակել, ինչ են անելու, շենքի համար հող են գնալու ինչ որ միտեղ, չէ, Երևան կամ Երևանի մոտ շրջաններում շինարարությունը կատարելու, շինարարության մեջ նրանց շրջանառու միջոցների վրա ծառացած այդ վտանգները, ռիսկերը բացարձակ զորանալու են։ Մարդիկ գյուղմթերքի արտադրությունից մղվելու են դեպի այն ենթադրենք տնտեսական գործունեության ոլորտները, որտեղ նման քաղաքական ռիսկեր պարզապես բացակայում են։ Լավ, բայց էկոնոմիկայի նախարարը օրինակ այսօր ասում է 770 տոննա ընդհանուր միրգ բանջարեղեն ծաղիկ է արտահանվել։ Նախորդ տարվա հետ համեմատելով ինչ պատկեր ունեինք նախորդ տարի եւ սա ավել է, պակաս է, սա արդյոք հպարտանալու թիվ է, որ այդպես ներկայացնում են։ Այս քաղաքական խումբը մի յուրահատկություն ունի։ Նրանք նույնիսկ դիահերձարանում կարող են գալ եւ հպարտանալ, որ դիահերձարանը ընդհանրենք աշխատում է հզորության ամբողջ մակարդակով։ Այս իշխանությունը այդ իշխանությունն է։ Եկեք ոչ յուրատեսական ակնկալիքներ չունենանք։ Մարդը չի ունեցել մասնագիտական կրթություն։ Մարդը գալու օրվանից գյուղատնտեսական արտադրանքի հետ կապ ունեցող մասնագիտական կառույցի ռեինկարնացիայի, չէ, վերականգնման փորձ չի կատարել։ Հիմա ինչու՞ն է հարցը։ Հարցը նրա մեջ է, որ մենք չունենք գյուղնախարարություն։ Գյուղատնտեսությունը զրկված է մասնագիտական խոսքից։ Մասնագիտական խոսքը վերաբերվում է եւ առանձին գյուղմթերքի արտադրության յուրահատկություններից, վերաբերվում է պեստիցիդների օգտագործման հետ կապված հարցերից, դրա հետ միասին
առաջավոր միջազգային փորձի տեղայնացման գիտական հնարավորությունից, դրանից զատ համաշխարհային այս աշխատանքի բաժանման ամբողջ ցանցի մեջ հայկական մասնակցության երևակումից եւ հայկական մասնակցության ներդրումից այդ մարդը եկել է ասում է այսքան տոննա, այնքան տոննա, բնականաբար տնային տնտեսուհի, որի տնային տնտեսության հետադենք 1 կիլոգրամ, 5 կիլոգրամ միջուր գյուղմթերք է օգտագործում, երբ որ նա լսում է այդ 700 տոննա, 600 տոննա, դա սարսափում է, որովհետև նա չի պատկերացնում ծավալները։ Այդ 700 տոննան, չէ, ընդհանուր 30-40 կարող եմ ձեզ ասել մեծ բեռնատար ավտոմեքենաներ են, որոնք այս պահին նույնիսկ ես կարող եմ ողջամիտ կասկած հայտնել եւ այդ անձնավորությունը, որ դեռևս զբաղեցնում է այդ էկոնոմիկայի նախարարության հով ամռանը եւ ձմռանը բավականին տաք կաբինետն է զբաղեցնում, չէ, այս անձն կարող են խորհրդալ, ենթադրենք կարող է ինքը ապրանքային այդ հաշվեգրերը ենթադրենք օրինակ ցույց տալ։ Օրինակ ցույց տալ պահանջել ենթադրենք բեռնափոխադրողից, չէ, եւ այդ invoicing-ի հետ կապված փաստաթղթերը կարող է ցույց տալ, վստահ չի կարող։ Իսկ սա որքան տոկոսն է կազմում օրինակ նախորդ տարի եղած արտահանումը։ Ես կարող եմ ասել, որ այս բնակավարում կատարել համադրություն նախորդ տարվա եւ հիմիկվա հետ կապված բավականին վատ զբաղմունք է, ինչ իմաստով, որովհետեւ ամեն տարի բերքը նույնական չէ եւ ամեն տարի մեր ծավալները չրկում, բայց այս պահին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ կապված փոխադրումներով, եթե մենք հարցը փորձենք կազմակերպել, մոտավորապես մի 3-5%-ն։ Բայց մի կարևոր խնդիր կա։ Այդ 3.5 կամ 5%-ի ենթադրենք թվեր, որ ասում ենք, մենք կարծես թե մեզ հեռացնում ենք, ենթադրենք տնտեսական, իրական տնտեսագիտական պատկերացումներից մենք ավելի շատ պետք է գնանք ոչ թե այդ քանի կիլոգրամ կամ քանի հատ ծիրան, չէ, մենք պետք է գնանք ավելի շատ իհարկե միայն արժեքային արտահայտությամբ։ Չնայած ես բավականին կասկածում եմ, որ այդ անձնավորությունը ում մասին որ դուք զրուցում եք կամ հարց եք տալի, որ նա ընդհանրենք արժեքի վերաբերյալ թե Ադամ Սմիթի կամ Ռիկարդոյի ընդհանրենք որևէ աշխատություն կարդացածն է, բացարձակապես վստահ եմ։ Կարող եք հիմա այդ հնարավորություն կա իրեն զանգել հարցնել, հավատացած եմ, որ Ադամ Սմիթին արժեքի տեսության հիմնադիրին ընդհանրենք չճանաչելու։ Լավ, դուք այնուամենայնիվ նշում եք, որ խուսափենք թվեր ասելուց, բայց փորձենք մի փոքր հասկանալ, մեր հեռուստադիտողին էլ ներկայացնել նախորդ տարվա այս 1-2 ամիսների հետ համեմատած։ Այս տարի մոտավոր որքան կորուստ ունենք կամ ունենք, չունենք, ինչ թվեր ենք ունեցել անցած տարի եւ ինչ ունենք հիմա արտահանման մեջ։ Ես օրինակ ծաղկի թիվը վստահելի կարող եմ պնդել, որ ծաղկի բնակավարում մենք հավանաբար նախորդ տարվա 90 միլիոնի կարգի քանակից ունենք այս բան երբ մոտավորապես մի 50,000։ Այսինքն անկումը այստեղ ոչ թե 1%, 5%, այստեղ խնդիրը գնում է ընդհանրապես այդ բնակավարի ոչնչացման մասին։ Այդ բնակավարը ոչ, ընդ որում մի հետաքրքիր թեզ են հիմա պատտում, չէ՞, իրենց գլխավոր այսպես իդեոլոգիայի եւ իրենց այս Լենինի բանով, շուրթերով, բայց մենք կեռասը ինքնիշխանության հետ չենք փոխելու։ Իսկ ով է պատրաստում կեռասը ինքնիշխանության հետ փոխել։ Ինչու՞ մասնա խոսքը, եթե կեռասը արտահանվում էր, դա ինքնիշխանության հետ ինչ որ կապ ուներ։ Եթե դա էր արտահանվում, ուրեմն մենք ինքնիշխան չէինք։ Եթե չի արտահանվում ինքնիշխանությունը ինչ որ վնասները կրի այս առումով։ Մեր ինքնիշխանությունը դա հավաքական մեր կամքն է, մեր երկիրը պաշտպանելու, սահմանները պաշտպանելու եւ սահմանների ներսում հայոց հայկականության ինքնությունը պաշտպանելու։ Ինչ կապ ունի կեռասը դրա հետ։ Դե խաղաղությունն էլ էր դրա հետ համեմատում, ասում եք դուք տեր կանգնեք խաղաղությանը, ես տեր կանգնեմ բիբարին, կսուբսիդավորենք, կվճարենք։ Բիբարի փողը ես կտամ։ Բիբարի փողը ես կտամ։ Ընդ որում այդ կարգի չեմ կարող ասել, ինչ աշճանի քեքիչ սա կարող էր առաջ ասել, նտադենք Հակոբ Պարոնյանի մոտ էլի, մեր երկիծաբան հայտնի, արմատահայ, որովհետև շոշափում են թեմաներ, որոնք իրար ընդհանրապես կապ չունեն։
Ընդհանրապես կապ չունեն։ Օրինակ ես նույն հաջողությամբ կարող եմ պնդել, որ օրնիտոլոգիայի ընդհանրենք վերաբերյալ կամ կարկուտի մեծության վերաբերյալ աշխատություններ կարելի է գրել եւ այդ աշխատությունները անոցները կատարել ընդհանրենք բուսաբանական այգի այցելության ժամանակ։ Ինչ կապ ունի բուսաբանական այգի այդ կարկտի առաջանալու դուք հավանաբար ընկեր Փանջունու մասին այսպես ստեղծագործություն կա, այդտեղ կարկուտ է գալիս, երկրաշարժ է լինում, երկրաշարժ։ Եվ դնում քննարկում են, որ բանը երկրաշարժը որ կողմից եկավ։ Ինչու՞ մասն է խոսքը։ Դե Փաշինյանն էլ էր, չէ՞, օրերս քննարկում, թե պետքա ճշտենք կարկուտի աղբյուրները, որտեղից են, ծագման աղբյուրները պետքա ճշտենք։ Լավ, իշխանությունները նաև հայտարարում էին այդ ՌԴ արտահանման արգելքների հետ կապված, որ դա ավելի լավ, այստեղ կեժանանա, տեղացին կօգտվի, բայց փաստացի մենք տեսնում ենք, որ չի էժանանում։ Օրինակ գյուղացիները նշում են, ես մեջբեր եմ, գյուղատնտեսն ասում է պոմիդորը 80 դրամով են ինձնից գնում, բայց շուկայում 400 դրամից էժան պոմիդոր չկա։ Ծիրանը 1500-2000 դրամ, այս դեպքում ուր է գնում, եթե դուրս չի գալիս, ներքին շուկայում էլ գնանկում չկա, ինչ է լինում, այստեղ ով է տուժում, ով է շահում։ Ես նորից կրկնում եմ, որ դեռևս հիմնական ծավալների քաղի ժամանակը չի եկել, եւ այդ առաջին բողոքները, գլուխը փակ բողոքները, ժողովրդական լեզվով ասեմ, դեռևս առաջի զանգերն են։ Դեռևս առաջի զանգերն եւ բոլորը հույս ունեն, որ այս կար ժամանակահատվածի ընթացքում ինչ որ մի կերպ հարցը լուծվելու է եւ ընդ այդ մտայնության զարգացման համար բնականաբար ԿՊԱ-ական այդ առաջնորդներ որոշակի հստակ մեղավորությունը իր վրա վերցնում, որ ասում են ընտրությունները կանցնեն, ես կգնամ Մոսկվա կխոսամ սա հարցերը կկարգավորեմ։ Ամսի 8-ից Ռուսաստանի Ամսի 8-ից սա կլինի, գնացեք ձեր գործով զբաղվեք, ինչի՞ մասով։ Որովհետեւ այս մարդիկ առաջին անգամ կարելի ասել մտել է մի բնակավար, որտեղ երևում է, որ իրենց ապիկար աշխատանքի արդյունքը տալիս է իրական վնաս։ Սա Արցախը չէ, սա ընդհանրենք Արցախի էթնիկ զտումը չէ, սա սահմանամերձ գյուղերի 2-3 հատ ընդհանրենք փոքր խարխուլ տնակներին այսպես $100,000 փոխհատուցում տալը չէ, սա այն գործընթացն է, որին առնչվում են տասնյակ հազարավոր մարդիկ, ընդ որում գործարքը պատտվում է շահի շուրջը։ Այսինքն դուք կարծում եք, որ գնանկում այնուամենայնիվ կլինի, ուղղակի բուն արդեն սեզոնի ժամանակ, երբ որ այո լինելու է, որովհետև սկզբում որ ես նշում եմ սառցախցիկների մասին, գյուղացիական տնտեսությունների մեծ մասը սառցախցիկներ չունի, այսինքն նրանք պտուղը հավաքելու եւ պտուղը սպառուն հասնելու այդ ժամանակահատվածի համար պտուղը պահելու, փչանալուց նրան այսպես ապահովագրելու տեխնիկական հնարավորություն չունեն, բայց մի կարևոր խնդիր էլ կա։ Մենք մոռանում ենք, որ կա պահածոների արտադրության տեղական արդյունաբերություն։ Հավատացեք, որ եթե գյուղատնտեսական մթերք արտադրողը ստանում էր արդեն պատրաստի պրոդուկտը, նա ուներ երկու ճանապարհ։ Բավականին բարձր գնով դա վաճառել արտասահման, բավականին ավելի բարձր գնով դա վաճառել ընդհանրենք բնակիչներին, սպառողներին, տնային տնտեսություններին, մանր տնային տնտեսություններին, եւ երրորդ տարբերակը դա պահածոյացման, ընդհանրենք արդյունաբերությանը այդ իր պրոդուկտը հանձնելու խնդիրն էր։ Այս ամբողջ շղթայի մեջ պահածոներ արտադրող այդ ձեռնարկությունները եւս դժվելու են։ Նրանց վնասները ֆանտաստիկ են լինելու։ Հավատացեք, որովհետեւ պահածոյացված կարելի ասել եւ ոչ մի պրոդուկտ Եվրոպական միություն այս ստուգումները չի անցնելու։ Եթե թվերով խոսենք, օրինակ, մտավոր ինչ վնասներ կարող են կրել, ընդհանրենք աշնանը, տնտեսվարության խնդիրների առաջ։ Այսպես աշնանները ճտերեն հաշվելու սկզբունքով եթե առաջնորդվենք, չէ՞, մոտավորապես մենք Ռուսաստանի Դաշնությունն ունենք $2.5 միլիարդ կարգի առանձին տատոններով որոշ տարիներին արտահանում գյուղմթերքի։ Ռուսները մեզանից այլ բան չեն գնում։ Դրանից զատ ռուսական շուկան բավականին գնողունակությունը բարձր է եւ ընդհանրենք մեր առաջադրած այս պայմանները գյուղմթերքի գների հետ կապված այնտեղ ընդունելի է։
մոտավորապես 2.5 միլիարդ դոլար վնասում է գյուղմթերքի արտադրողների մոտ։ Այդ մարդիկ ծախսերի ոչ թե ծախսերը չեն ոչ թե կոմպենսացնելու, սեփական շրջանառու միջոցներից գումարներ են ծախսելու, որպեսզի իրենց արտադրությունը, իրենց գործը չկորչի, որովհետև դա միայն պրոդուկտի ստանալը արդեն իսկ ենթադրում է դրա հետ կապված թունաքիմիկատների աշխատանքներ, սելեկցիայի աշխատանքներ, ենթադրենք այդ ցեղային տեսակների ծառերի դրանց հետ կապված տեսակներ, ենթադրում էր աշխատողների հետ կապված ֆինանսական ներդրումներ, ենթադրում էր աշխատողների եւ նրանց հետ կապված պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների սպասարկում, բանկերի տոկոսների սպասարկում, ապահովական ընկերությունների հետ սա մի գիտեք, սա մի կացա է, որ ժամանակ, որ արդեն եռում է, բայց ժամանակ առ ժամանակ կացայի կապարիչը բարձրացում են, մեջը երկու հատ լոզունգ են գցում, բայց ամսի 8-ին կգնամ հարցերը կկարգավորեմ, կամ ենթադրենք մի երիտասարդ կա, որ այսօր գնացել էր Եվրոպական միության, այդ ես նախքին հիշոտակած եվրո յոնջաների հետ, ինչ որ Ծիրանի ֆոնին նկարվել էր, չէ՞։ Այդ կասայի մեջ գծվող այդ թմրեցնող նյութերն են, բայց այդ կասան եռում է։ Այսինքն գյուղացուն մնալու է իր չարչարանքը, իր կորցրած գումարը ու այդ Ծիրանով նկարը։ Ծիրանու նկարը իհարկե գեղեցիկ կլինի, որտեղ Մարտիրոս Սարյանը հիմնականում Ծիրաններ է նկարել, բավականին կարելի ասել հաջողված նատյուրմորտներ ուներ, բայց խնդիրը այլտեղ է։ Մենք խոսում ենք ոչ թե գյուղացու մեկ տնտեսության մասին, մենք խոսում ենք գյուղմթերքի արտադրության մասին։ Եկեք մեզ չխաբենք, այդ 1, 2, 3 գյուղացի, որ ամենը 10-5 ծառ ունի, նա գյուղմթերքի արտադրության մեջ ու այս ամբողջի մեջ չի մասնակցում։ Այս ամբողջի մեջ մասնակցում են եւ ասում են կուժն ու կուլեն ջարդվում է գյուղատնտեսական խոշոր արտադրողների վրա արդեն, ովքեր որ արդեն ունեն հողերի խոշորացման արդյունքում մեծականակ հողեր եւ մեծականակ այգիներ, ինտենսիվ այգիներ։ Իսկ այս ամբողջի մեջ Եվրամիության 50 միլիոն եվրոն որքանով կօգնի։ Այստեղ մի կարևոր խնդիր կա, շատերը սրա մասին չեն խոսում, ոչ թե չեն ուզում, չեն հասկանում, անկեղծանք չեն հասկանում այս մարդիկ։ Մենք մի կարևոր խնդիր ունենք։ Եվ որ դուք հիշատակում եք այդ 34 միլիոնի մասին եվրոյի, որ տալու են, դրանք մի 2 տարի առաջ 2.7 միլիարդ էին տալիս Բարգուշատի թունելի բանի համար։ Հիմա խնդիրը գիտեք որտեղ է, այս կառավարությունը սա վարչահրամայական կառավարություն չէ։ Նրա կառավարման մոդելը վարչահրամայական չէ, սա լիբերալիզմի տեղական անկեղծ ասեմ Գյադեկեսյան Գյադեկնյանի ընդհանրենք մի հատ սինթեզ է, բայց սա լիբերալ կառավարություն է։ Եվ այս լիբերալ կառավարությունը սկսում ինչ-որ գներ հաստատել սուբսիդիաների բաշխման հետ կապված։ Սենց բան չպետք է լինի։ Լիբերալ կառավարությունը իրավունք չունի ինչ-որ բան սուբսիդավորի, որովհետև այստեղ կա առաջարկի եւ պահանջարկի կորը։ Եվ այդ առաջարկի պահանջարկի կորով պետք է այս ամեն ինչը կարգավորվեր։ Ես հիմա չեմ ուզում գյուղատնտեսական արտադրանք ընդհանենք ստեղծողների ընդհանրեք վնասների վրա չարախնդան, բայց այս կառավարությունը արդեն իսկ ինչ է անում։ Արդեն իսկ գնաճի որոշակի այսպես թափ հավաքելու քաղաքականություն է վարում։ Եթե նա տապալված տնտեսական գործարքի համար սկսում է կիլոգրամներով ինչ որ գներ սահմանել, նախ այդ գները սահմանելու իրավունք էլ չունի։ Խնդիրը գիտեք որն է։ Խնդիրը նա է, որ նա մասնագիտացված լիազորություն ունեցող կառույցը քանդել է, վերացրել է, հիմնահատակ վերացրել է եւ հիմա սահմանում ինչ է գներ։ Գների սահմանման համար ինչ պետք է լիներ։ Առաջին ինքնարժեքի որոշում։ Ինքնարժեքի որոշման հիմքում ինչ պետք է անցկացնել։ Պետք է անցկացնել պայմանական եւ ոչ պայմանական ծախսեր։ Կներեք, հիմա տնտեսագիտության ինչ որ կարծես էքսկուրս են փորձում կատարել, բայց մարդկանց պետք է բացատրենք, որ պետությունը իրավունք չունի ինքնից գներ սահմանել։ Նաեւ որտեղից գիտի, որ ընդհանրեն կերասը 400 դրամով պետք է փոխհատուցի, որտեղից գիտի։ Այսինքն դա նշանակում է այդ որոշումները կայացվել են ոտքի վրա, այդ իրենց զբաղեցած կաբինետներում, որտեղ որ նստած են մարդիկ, ովքեր որ միջև հիմա արդեն 8 տարի անցել է, չեն գիտակցում իրենց մեղքը։
Գյուղ նախարարությունը քանդելը դա կոնկրետ իրենց որոշումն է։ Եվ հիմա ինչ որ էքսպերտիզանել, որ գինը որոշել, ինչի մասն է խոսքը, իրավունք չունեն։ Էս է խնդիրը, որովհետև պարարտանյութերի գների հետ կապված չունեն իրենք ոչ մի համեմատական ամփոփ տվյալներ, համադրություններ գոնե կատարելու համար։ Սրսկումների հետ կապված, սրսկումների այդ արդյունավետության հետ կապված, սրսկումների քանակի հետ կապված, ընդհանրենք բույսերի նոր տեսակների սելեկցիայի հետ կապված, այս մարդիկ ոչինչ չունեն, այնա գրպանը մի 8-7 ծիրանա գցում, գնում է Եվրոպական միություն հանդիպում, սեղմում է ծիրանը տալիս է նրանց, նրանք այդ ամեն հավանաբար աղբն են գցում, որովհետև գիտեն, որ սա ֆիտոսանիտարական ենթադրենք փորձաքննություն չի անցել ծիրանը։ Եթե փորձենք պատկերը այսպես ամբողջացնել, ըստ ձեզ որ 3 հիմնական թվերը կարող են ներկայացնել այս շրջանի թվերը կամ տոկոսները այս շրջանի կորուստը։ Կորուստը, ես ձեզ ասեմ, սկսվելու է հուլիսի կեսերից։ Հուլիսի կեսերից կորուստը ես այս տարվա ամբողջական բերքի կորուստները գնահատում եմ մոտավորապես 40%։ Դա եւս ահռելի թիվ է։ Դա ահռելի թիվ է եւ այս կորուստը դες անկեղծ ասեմ իր առաջին արտահայտությունները արժեքային կգտնի այդ տաներում քաշվող տնային մրգային օղիների տեսքով։ Էսա լինելու հնարավորություն երկիրը պատրաստ չէ նման քաղաքական սայթաքումին։ Եւ այդ մարդիկ ովքեր որ առավոտից երեկո ցանկացած ողջամիտ խոսքի տակ գրում են բան Պուտինի ստրուկ, Պուտլեր, ինչ որ սապուկ լեզով, ռսակոց, այսի միջից այլանդակություններ որ գրում են, մենք հասկանում ենք, որ այս մարդիկ պարապ չեն, նրանք ուղղորդվում են։ Այս մարդկանց ուղղորդում են։ Եթե որից մեկը անցկացնի նույնիսկ իր համար ընտրություն եւ ուսումնասիրություն, կհասկանա, որ մոտավորապես մի 100 հոգի մարդ առավոտից երեկոն զբաղված է քաղաքական այդ կոշտ բառապաշարը հայ-ռուսական կայուն հարաբերություն ոչ բարեկամական, բայց կայուն հարաբերության մեջ այս կուպրը, այս անեծքը, հայհոյանքը, ես միջը լսներ, գիտեն այդ մարդիկ չգիտեն, որ համապատասխան ռուսական աշխատակիցները եւ հայերեն են լավ կարդում, եւ ռուսերեն են լավ կարդում, եւ վերջո այս ամեն ինչը բարբերաբար շարունակելը եւ ստեղծել օթից ստեղծել այնպիսի վիճակ, որ քիչ թե շատ փխրուն կայունությունը միանգամից բանանես, քայքայես ու հարված հասես, գիտեք խնդիրը որն է, այդ ամեն ինչ կազմակերպողների ժողովրդական լեզվով ասած եւ փորն է կուր եւ համապատասխան անկողնն է չոր, չէ, բայց ովքեր են դժում են գյուղմթերքի արտադրողները։ Հիմա գյուղմթերքի արտադրողը ինչ պիտի անի։ Բնական մեծ հարցը մենք պետք է տանք։ Գյուղմթերքի արտադրողներին մենք պետք է խորհուրդ տանք քաղաքական ձեռնարկներ կարդան եւ հասկանան վերջը, որ իրենց վնասների սկզբնաղբյուրը դա քաղաքական մի խմբակի, այսպես ասած, գյադեկեսյան քաղաքականությունն է, որը որ խոսքի տնտեսական երևույթները հասկանալու, տնտեսական երևույթներում ռիսկերը քչացնելու, փոքրացնելու, դրանց ծավալը փոքրացնելու, նրանք աշխատանք այդ մարդիկ չեն անելու երբեք։ Նրանց համար մեկը, նրանք որ 100-120 հազար մարդ սոված ծարավ Արցախից բերեցին այստեղ, մեր այդ ամենալավ երկրամասը հանձնեցին, չէ՞։ Այն զանզան ռուսներն են մասնակցեցին այդտեղ, իրենց զանազան սֆերային պայմանավորվածությունները բաներով հետագա պատմաբանները այդ հարցերը բնականաբար կքննեն եւ կզարմանան, որչափ դավեր, որչափ դավադրություններ, որչափ հակահայկական մտքեր եւ գործողություններ այս ամբողջ ընթացքում եղել։ Որպես ամփոփում, պարոն Կամեդատյան, որտեղ եք տեսնում այս իրավիճակի ելքը։ Ճիշտն ասեմ, իրավիճակի ելքը, եթե մենք պետք է փորձենք քննել դա միջնաժամկետ հեռանկարի մեջ եւ երկարաժամկետ։ Երկարաժամկետի պարագայում պետք է ասել, որ այո, Հայաստանի գյուղմթերքի արտադրողները պետք է շատ մեծ աշխատանքներ կատարեն, որովհետև ռուսական շուկան ակներևէ որ մինչ որ ժամանակ կվերականգնվի,
Բայց ռուսական շուկան, երբ որ մենք մի քանի տարի հետո այդտեղ մոտ գործենք, արդեն այդտեղ լոգիստիկ խնդիրները շատ մեծ են լինել, որտեղ մեր տեղից զբաղեցրած են լինելու։ Հավատացեք, որ Միջին Ասիայից, Թուրքիայի Հանրապետության մնացած թվարկած երկրներից գալիս է այդ ամբողջ պրոդուկտը եւ հայկական գյուղմթերքի հաջողության եւ այդպես Հայաստան փող բերելու հնարավորությունը, հաջողված հնարավորությունը դա ավելի շատ կապված էր հայկական սփյուռքի որպես լոգիստիկ աջակցող, այսպես ասած, հնարավորության հետ։ Ապագայի համար դա է, պետք է շատ աշխատեն, համագործակցեն, լաբորատորիաների հսկայական ցանց պետք է լինի, վստահելի ցանց պետք է, որովհետև շատ են դեպքեր, երբ հայկական լաբորատորիաներով անցած ինչ-որ պրոդուկտ, չէ, վրացիները ստուգում են, տեսնում են, որ ոչինչի չի համապատասխանում։ Մենք բոլորս հասկանում ենք, գիտենք դա ինչից է։ Ինչ վերաբերում է կարճաժամկետ հեռանկարին, կարճաժամկետ հեռանկարում կարող եմ ասել լուսավոր կետ մեզ չի սպասում։ Շնորհակալություն, պարոն կոմենդանտ։ Համեցեք։